Շուրջ կես տարի է Գյումրու ՔՊ տարածքային կառույցը լուծարվել է եւ նորը չի ձևավորվում։ ՔՊ տարածքային կառույցի նախկին ղեկավար Կարեն Սարուխանյանը երեկ մեզ ասաց, որ տեղական կառույցի լուծարման դիմումն ինքնանձամբ է ներկայացրել ՔՊ վարչություն այս տարվա մայիսին, սակայն պատճառների մասին չմանրամասնեց։ Կան տեղեկություններ, որ իրականում Սարուխանյանն այնքան էլ սեփական կամքով չի լուծարման դիմում ներկայացրել, նրան դա պարտադրել են անել Գյումրու դիմընտրություններից, ՔՊ-ի պարտությունից եւ Վարդան Ղուկասյանի քաղաքապետ դառնալուց հետո։ Նախկին կառույցում իդեպ ընդգրկված չէին ներկայիս մարզպետ Դավիթ Արուշանյանը, ՔՊ-ի տեխնացու Սարիկ Մինասյանը։ Մեզ ասացին, որ առաջիկայում ՔՊ նոր կառույց կձևավորվի Գյումրիում, որը ամենայն հավանականությամբ կգլխավորի գործող մարզպետը։ Մեզ պատմեցին, որ վաղարշաբաթ խոշորացված համայնքի Հայթաղ գյուղի դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Վարդան Ասատրյանին օրերս հեռացրել են աշխատանքից։ Մեր աղբյուրը պատմեց, որ դպրոցի տնօրենի հարևաններից մեկն է նրան մատնել։ Նրան տեսել է ընդդիմության քարոզարշավին մասնակցելիս, նկարել է, նկարներն ուղարկել մարզպետարան, որից հետո ժողովրդավար մարզպետ Վահրամ Խաչատրյանն էլ Ասատրյանին անմիջապես ազատել է աշխատանքից եւ նրա փոխարեն տնօրենի ԺՊՄ նշանակել Էջմիածնից ինչ-որ մի կնոջ, որին դպրոցի կոլեկտիվը չի ճանաչում։ Մենք կապ հաստատեցինք Հայթաղի միջնակարգ դպրոցի հետ, որտեղից հաստատեցին մեր տեղեկությունը, որ տնօրենը հեռացվել է, սակայն մանրամասներ չհայտնեցին։ Համայնքում վախի մթնոլորտ է, տեռոր, հետապնդումներ։ Գլխավոր դատախազությունը 2 ամսում 3 քաղաքացիական հայց է ներկայացրել հակակոռուպցիոն քաղաքացիական դատարան Վերի խոշորացված համայնքի ղեկավարի ՔՊ-ական Գարիկ Սարգսյանի դեմ։ Վերջին հայցը ներկայացվել է հոկտեմբերի 22-ին հողամասերի աճուրդներն ու վարձակալության մրցույթներն անվավեր ճանաչելու եւ անվավերության հետևանքներ կիրառելու պահանջով։ Նրանից առաջ էլ 2 քաղաքայցեր ներկայացվել օգոստոսի վերջին։ 2 հայցն էլ կրկին աճուրդն անվավեր ճանաչելու եւ անվավերության հետևանքներ կիրառելու պահանջով։ Հայցերը դատավորներ Ռուդոլֆ Ավագյանի, Նարինե Ավագյանի եւ Կարապետ Բադալյանի վարույթներում են, դատաքննությունը դեռ չի սկսվել։ Հայաստանում որպես կանոն ՔՊ-ականների ներկայացրած հայցերն արագությամբ քննվում են, իսկ նրանց դեմ ներկայացված հայցերը տարիներով ձգձգվում։ Արագազոտի նախկին մարզպետ երբեմնի երդվյալ ՀՀԿ-ական Սարգիս Սահակյանին 3 հարցրինք, ոնց եք տրամադրված, որ այս կիրակի էլ անհավատների խմբակը պղծելու է ձեր հայրենի Թալինի եկեղեցին։ Երբեմնի ՀՀԿ-ականը հարցից ահաբեկված խնդրեց, որ ավելի ուշ զրուցի մեզ հետ։ Իսկ հարցին ինքը հայրաքելական եկեղեցու հետևորդը դրական պատասխան տվեց, ավելացնելով, որ ուրիշ ձև չէր կարող լինել, սակայն կտրականապես հրաժարվեց այլ հարցերի պատասխանելուց։ Մինչդեռ նախկինում Սարգիս Սահակյանու եղբայրը հայդուկ ՀԿ ղեկավար Նայիրի Սահակյանը կարելի ասել թունդ ազգայնականներ էին եւ մասնակցում էին ընդդիմության ակցիաներին։ Հիշեցնենք, որ Հովանավանքում 2 ֆեյք պատարագից հետո Փաշինյանը հայտարարել է, որ այս կիրակի Թալինում է պատարագի մասնակցելու, որտեղի հոգեվոր Հովիվ Թադե Քահանան անցած կիրակի Հովանավանքում էր եւ իր աջակցությունն է հայտնել կարգալույց Ստեփան Ասատրյանին։ Տեղեկություն կա, որ Թալինի համայնքապետ Տավրոս Սափեյանը համարյա արտակարգ դրություն է հայտարարել համայնքում եւ զգուշացրել համայնքապետարանի ենթակայության հիմնարկ ձեռնարկությունների աշխատակիցները մեկ մարդու պես պետք է ներկայանան պատարագին, ինքն անձամբ է ներկա բացակա անելու։ Վարչապետի աշխատակազմում անհանգիստ են։ Մեր աղբյուրները հայտնում են, որ աշխատակազմի ղեկավար կազմը բավական լարված վիճակում է։ Պատճառը Սամվել Կարապետյանի եղբորորդու մեր ձևով շարժման համակարգող Նարեկ Կարապետյանի օրերս կայացած հարցազրույցն է ամերիկացի լրագրող Թաքեր Կարլսոնի հետ։ Բայց անհանգստության բուն պատճառը ոչ թե ինքնին հարցազրույցն է, այլ այն, որ աշխարհահռչակ ամերիկացի լրագրողի հետ հարցազրույցի համար իրականում որևէ գումար չի ծախսվել եւ դա ոմանց դրել է անհարմար դրության մեջ, քանի որ ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների եւ մասնավորապես Նիկոլ Փաշինյանի համար կազմակերպվող հարցազրույցների համար որպես կանոն գումարներ են վճարվել եւ դրանց կազմակերպմամբ զբաղվել է հենց աշխատակազմը։ Ոմանք շատ անհանգիստ են, որ այս թեման կարող է դառնալ որոշակի բացահայտումների առիթ եւ Նիկոլ Փաշինյանի համար էլ կարող են որոշ անակնկալներ բացահայտվել։ Միջազգային հեղինակավոր լրատվամիջոցների եւ Կարլսոնի մակարդակի լրագրողների աշխատանքի սկզբունքներին ծանոթ մարդիկ շատ լավ գիտեն, որ ԱՄՆ լրագրողական համայնքի բարձրագույն լիգայում հարցազրույցները փողով չեն կազմակերպվում։ Նման բան մտածելն անգամ ստգիտության նշան է։ Կարող են դեռ խաղալ կապերին ու միջնորդությունները, բայց ոչ փողը։ Բայց վարչապետի աշխատակազմում անհանգիստ են, որ սրանով ինչ-որ մութ սխեմաներ են ջրի երես դուրս գալիս, որոնցով տարիներ շարունակ օտարերկրյա ԶԼՄ-ների հետ հարցազրույցների կազմակերպումն իրականացվել է բավական կլորի գումարներ աշխատակազմի եւ ՊՕԱԿ-ի բյուջեներից դուրս գրելով։ Հիմա մեծ ռիսկ կա, որ շուստիությունները կարող են բացահայտվել։ Դա է նաեւ պատճառներից մեկը, որ իրենց ձեռքի տակ գտնվող ամբողջ զինանոցն ու ֆեյքերի բանակը նետել են մարդկանց, ինչպես նաեւ վարչապետին համոզելու համար, որ Թաքեր Կարլսոնի նման լրագրողների հետ հարցազրույցը հնարավոր է միայն փողով։